Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տան նիր Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի հետ լուսանկարն ու գրել. «Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների հետ»։ Կրկին շնորհակալություն նախագահ Թրամփին Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Այս մասին գրել է վարչապետ Փաշինյանը արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ թրիփի իրականացման ուղղությամբ, գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։ Դրանցից մեկով նախընտրել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում վարչապետ Փաշինյանին, ԵՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նշված մարդիկ կապ չունեն քննվող գործի հետ։ Արցախի նախկին պետնախարարը հայտարարել է նաև, որ ցանկանում է ծանոթանալ իր եւ իր պաշտպանի կողմից նախորդ դատական նիստերի ընթացքում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումներին։ Նախագահ հողդատավորը նշել է, որ պայմաններ կստեղծվեն դրանց ծանոթանալու համար։ Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին։ Նախընտրել է դատարանում հարցաքննել այն մարդկանց, ովքեր ժամանակին Արցախում ղեկավարել են ռուսական խաղաղապահ զորակազմը։ Միջնորդությունը թողնվել է առանց քննության։ Այնուհետև ցուցմունք են տվել տուժողներն ու տուժողների իրավահաջորդները։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իլհամ Ալիևն ու Միացյալ Էմիրությունների նախագահը այցելել են օկուպացված Շուշի։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հայտարարել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի եւ գործակցության զարգացմամբ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակականությանը եւ դրական առաջընթացին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, ասել է Միացյալ Էմիրությունների նախագահը։ Շնորհակալություն նախագահ Թրամփ ձեր արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման եւ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Այս մասին X-ի էջում գրել է Ադրբեջանի նախագահ Ալիևը արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Կառույցների ղեկավարների հետ վեհափառ հայրապետը քննարկել է հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության անխաթար պահպանման եւ Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։ Դեսպան Մեհդի Սոբհանին իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ կառավարությանն ակտիվ ու արդյունավետ երկխոսության համար, նշելով, որ իր գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու համար։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բարեկամության շքանշանով պարգեւատրելու համար եւ ընդգծել, որ շարունակելու է նպաստել Հայաստան-Իրան հարաբերությունների խորացմանը։ Վարչապետը դեսպան Սոբհանիին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։ Երկու ամիս ուշացումով Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի էլեկտրական ցանցերին վերաբերող խորհրդարանի ընդդիմադիր падգամավորների դիմումը։ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը Մայր դատարանում վիճարկում է էլցանցերի մասին ընդունված վերջին օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը, պահանջում կասեցնել դրան։ Իդեպ Moody's-ը կառույցի այսպես ասած պետականացումից հետո նվազեցրել է հեծի վարկանիշը կայունից բացասականի, նկատելով, թե վերականգնումը մոտ ապագայում քիչ հավանական է։ Սոցիալական նվազագույն զամբյուղն արժե 77,000 դրամ, մինչդեռ ամենաքիչ կենսաթոշակ ստացող քաղաքացուն ներպետությունը յուրաքանչյուր ամիս վճարում է 36,000 դրամ, ինչը նշանակում է, որ նվազագույն կենսաթոշակով հասանելիություն չկա, ոչ նվազագույն սպառողական, ոչ էլ 41,000 դրամի արժեքն ունեցող պարենային զամբյուղին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են ՀԱՅԱՔՎ քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Նրանց պնդմամբ վերջին 7 տարվա ընթացքում սոցիալական ամենախոցելի այս խավի ֆինանսական դրության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ ՀԱՅԱՔՎ-ի ներկայացուցիչները անդրադարձել են նաև քաղաքացիների նվազագույն սպառողական զամբյուղի հայտարարագրման համակարգի ու սոցիալ-տնտեսական այլ խնդիրներին։ Այս տարվա դրությամբ միջին աշխատավարձ, միջին կենսաթոշակ հարաբերակցությունը 6 անգամ։
6 անգամ դա հսկայական եւ աբսուրդ թիվ է, դա նշանակում է, որ մարդը հենց աշխատանքի շուկայից տեղափոխվում է վաստակած հանգստի, իր եկամուտը միջին հաշվով 6 անգամ նվազում է, այսինքն նրա կենսամակարդակը 6 անգամ վատանում է, կտրուկ վատանում է։ Դա ընդհանրապես ասած աշխարհում չտեսնված, չլսված պրակտիկա է։ Ծրագրել են, որ 2026 թվականին այս մեր նշածս 500,000 թոշակառուները պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Այսինքն 36,000 դրամ ստացող կենսաթոշակառուն պետք է 36 տուր դիմի, խփի, էնել չգիտեմ կստացվի թե չէ, որ այդ հայտարարագիրը ներկայացնի։ Նա պիտի մի քիչ տնտեսագետ լինի, մի քիչ պետք է հաշվապահ լինի, մի քիչ պիտի բանկային գործից հասկանա։ Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները, դրամավարկային եւ մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային միջավայրում առկա ռիսկերը եւ դրանց հնարավոր ազդեցությունը երկրի ֆինանսական համակարգի վրա։ Կողմերը նաեւ կարեւորել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը, Հայաստանի մակրոտնտեսական կայունությանն ու ֆինանսական շուկայի զարգացմանը։ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերության խոսնակ Գեգամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը։ Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկություն, ասված է հաղորդագրության մեջ։ Արևորթի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի կենդանիների դիմակահանդես շքերթ միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, շքերթին կմասնակցի շուրջ 400-ից 500 դպրոցահասակ երեխա, վտանգված եւ կարմիր գրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով եւ բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով։ Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նրան հրավիրել է սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը հանդիպման։ Նա նշել է, որ հրավերը ստացել է հեռախոսազրույցի ընթացքում։ Սա կլինի նրանց 4-րդ հանդիպումը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը լիովին պատասխանատու է հարվածի համար։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է եւս երկու ծանր հարձակողական գործողության։ Պուտինը կռվում է, բոլորը խնդրում են դադարեցնել պատերազմը, բայց խնդրել պետք չէ, ուժ է անհրաժեշտ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ես պատրաստ եմ առանց նախապայմանների հանդիպել Թրամփի եւ Պուտինի հետ, նշել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրոպային առաջ մղել հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը։ Զելենսկին այս մասին խոսել է Զապորոժիե քաղաքին ռուսական հարվածից հետո, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ, այդ թվում 2 երեխա։ Նրա խոսքով սեպտեմբերի սկզբից Մոսկվան Ուկրաինայի տարածքին հարվածել է ավելի քան 3500 անօդաչու թռչող սարքերով եւ գրեթե 190 հրթիռներով, ինչպես նաեւ ավելի քան 2500 ավիառումբերով, իրականացնելով նաև պրովոկացիաներ գործընկերների նկատմամբ։ Զելենսկին ընդգծել է, որ հենց հիմա է ժամանակը գործնականում իրականացնել եվրոպական երկինքների համատեղ պաշտպանությունը բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եւ Ամերիկայի նախագահ Թրամփը քննարկել են Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզը։ X սոցիալական հարթակում հայտարարելով այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, որ հանձնաժողովը շուտով կներկայացնի պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը թիրախավորելու է կրիպտոարժույթները, բանկերը եւ էներգետիկան։ Ռուսաստանը վառելիքից ստացվող եկամտի շնորհիվ է ֆինանսավորում արյունահեղությունը Ուկրաինայում, հավելել է ֆոն դեր Լայնը։ Սեպտեմբերի 17-ին Վինձորի պալատում թագավոր Չարլզ III-ը պաշտոնական արարողությամբ ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին նրա երկրորդ պետական այցի շրջանակում։ Թրամփին եւ Մելանիային դիմավորել են հանդիսավոր շքերթով 1300 զինվորականի եւ 120 ձիու մասնակցությամբ։ Հնչել են երկու երկրների օրհներքերը։ Հանդիպումը համարվում է պատմական, քանի որ նման պատիվ նախկինում ոչ մի ամերիկացի նախագահ չի ստացել։ Կողմերը քննարկել են կարևոր հարցեր։ ԱՄՆ
առաջնորդի այցը Միացյալ Թագավորություն չի անցել առանց բողոքի։ Լոնդոնում եւ այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ հանդես են եկել տարբեր կարգախոսներով, մասնավորապես կապված Ուկրաինայի պատերազմի, կլիմայի փոփոխության եւ միջազգային քաղաքականության հարցերով։ Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով Վրաստանը մարել է իր պատմական պարտքը Ադրբեջանին։ Սեպտեմբերին Վրաստանն ամբողջությամբ մարել է 2004 թվականի հուլիսին Փարիզի ակումբի վարկատուների հետ կնքված համաձայնագրի համաձայն վերակառուցված արտաքին պարտքի մնացած մասը։ Ադրբեջանից բացի պարտքեր են մարվել նաև Ռուսաստանին, Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Իրանին եւ Նիդերլանդներին։ Բոլոր պարտքերը վերաբերում են Վրաստանի անկախությունից հետո առաջին տարիներին ստանձնած արտաքին պարտավորություններին։ Վճարումները ներառում էին 1999 թվականից առաջ ձևավորված $160 միլիոն պարտք, 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսներ եւ 2004-ից 2006 թվականներին վճարման ենթակա պարտքեր, համաձայն նախկինում հաստատված ժամանակացույցի։ Վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է $225 միլիոն։ Չինաստանի հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ սահմանված վերահսկողությունը շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել եվրոպական բիզնեսի համար։ Եվրամիության Չինաստանում առևտրաարդյունաբերական պալատը հայտարարում է, որ իր անդամների թիվը, որոնք բախվում են արտահանման լիցենզիաների ուշացման եւ հումքի հասանելիության սահմանափակումների օրորի աճում է։ Եվրոպական ավտոարտադրողներն ու տեխնոլոգիական ընկերությունները կանխատեսում են արտադրական նոր դադարեցումներ։ Չինաստանը, որը վերահսկում է հազվագյուտ մետաղների մշակման հիմնական հզորությունները, պաշտպանվում է նշելով, թե սահմանափակումներն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի դեմ։ Ֆրանսիան պատրաստվում է համազգային բողոքի ցույցի, սպասվում է շուրջ 800,000 մարդու մասնակցություն եւ մոտ 250 երթ։ Ցույցերը կազմակերպում են արհմիությունները կառավարության խնայողության բյուջեի դեմ։ Ակնկալվում են տրանսպորտի խափանումներ եւ դպրոցների փակում։ Նախագահ Մակրոնի նշանակած նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն փորձ է արել լուծել խորացող քաղաքական ճգնաժամը։ Իշխանությունները զգուշացնում են հասարակական անկարգությունների վտանգի մասին։ Երկրով մեկ կտեղակայվի շուրջ 80,000 ոստիկան։ 22-ամյա երիտասարդը, որը մեղադրվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի սպանության մեջ, սեպտեմբերի 12-ին ձերբակալվել է 33 ժամ տևած որոնումներից հետո։ Նրա ինքնությունը ճանաչել է մայրը, ով լուսանկարներում նկատել է որդուն։ Հայրը եւս կասկածներ է ունեցել նկատելով նրա հրացանը։ Ներկայացվել է նաեւ նրա նամակագրությունը, որտեղ նա գրել է Քրքի դեմ գործողության մտադրության մասին։ Նա քննարկել է նաեւ փախուստի ծրագրեր եւ հետագայում հայտնել է, որ պատրաստ է հանձնվել։ Երիտասարդը արդեն առաջին անգամ ներկայացել է դատարան տեսակապով։ Դատախազությունը պատրաստվում է պահանջել մահապատիժ։ Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։ Չինաստանում ավիաշոուի գլխավոր փորձի ժամանակ բախվել են 2 թռչող մեքենա։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով դրանցից մեկն անվտանգ վայրէջք է կատարել, իսկ մյուսը վնասվել եւ հրդեհվել է վայրէջքի ժամանակ։ Թրամփը մինչև դեկտեմբերի 16-ը երկարաձգել է TikTok-ի գործունեության ժամկետը, թույլ տալով ավարտին հասցնել ԱՄՆ-Չինաստան բանակցություններից հետո ձեռք բերված շրջանակային գործարքը։ Սա արդեն 4-րդ անգամն է, որ Թրամփը հետաձգում է հավելվածի վաճառքը ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում այն կարգելվի։ Կողմերը Մադրիդում համաձայնության են եկել TikTok-ի ակտիվները Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցելու եւ տնտեսական համագործակցությունը խթանելու շուրջ։ Սեպտեմբերի 16-ին մահվան ելքով վրայերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում 71-ամյա Միխայելը Օփելով աղաշապատի սկզբնամասում վրայերթի է ենթարկել 62-ամյա Նելիային։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Վաղաշապատ բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկներն են ժամանել։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղաշապատի բաժնի հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Իսկ սեպտեմբերի 15-ին վրայերթ է տեղի ունեցել Լոռու մարզում 34-ամյա Սուրենը Օփելով վրայերթի ենթարկել 68-ամյա Արմենուհուն։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 4-րդ դասակի բարեկները։ Հարևանության բնակվողների խոսքով սա արդեն երկրորդ դեպքն է այս հատվածում, պահանջում են լուսացույց տեղադրել, որպեսզի կարողանան փողոցն անվտանգ հատել։
Ռադալկե ո՞ց ես գցել։ Քարի պես թրջում եք։ Հիթուն ասեղած կենամ։ Մեր ո՞ց է։ 5 տարի բուղոք։ Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում մեքենա է այրվել։ Մինչ շեջ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների հետ մարել է Մերսեդեսի շարժիչի հատվածում առաջացած կրակը, իսկ շեջ փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, տուժածներ չկան։ Եվ նոր վարչական շրջանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի դիմաց իսկական աղբի բուրգ է գոյացել։ Քաղաքացիները աղբանության համար հազանգել են պատասխանատուներին, բայց գործնական քայլեր չկան։ Տիրում է նաև գարշահոտ։ Տեսնում եք, հիվանդանոցն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն եւ աղբի բուրգը։ Արմավիր քաղաքի կոյուղին ստեղծական։ Հակասանիտարական վիճակի արմավիրում ավտոկայանի դիմաց դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում գարշահոտություն է։ Մի ամիս էս վիճակում։ Ամբողջ կեղտաջուրը հոսում, բնակիչներն նշում են, որ սա հասնում է մինչև Մեծամորի ինչ-որ կայան կա, այդ կայան, բայց նշված հատվածում ամբողջությամբ շատ վատ վիճակ է։ Էլ եմ պնդում հակասանիտարական գարշահոտ։ 5 կոյուղատարերը փոխելու համար Վեոլիա ջուրը պետք է աշխատանքներ կատարեր, նոր խողովակներ անցկացներ։ Մեկ ամսից ավելի է առաջընթաց չկա, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում է անգամ 1 կիլոմետրից։ Մոտիկանս հոտը վապշի է։ Ընդ է փակվել է, այնա, փակվել է։ Այս հողը բան են այլ, լսվե փակվել է։ Այսքան տեղն է էլի մի խոսք։ Էսի 15%-ն է թեմ։ Էսի ջրի 15%-ն է թեմ։ Արմավիրի մարզպետարանին, քաղաքապետարանին, Վեոլիա ջուր ընկերությանն են դիմել։ Գարշահոտ այս վիճակն արագ վերացնելու համար։